Այնուհետև տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և ուներ մեծ իշխանություն, և նրա փառքից երկիրը լուսավորվեց։ Սա մեկն է վերոհիշյալ երանելի հրեշտակներից, և եթե նրա փառքը խամրեցնում է արեգակի լույսը, ապա ինչ կլինի, եթե հանդես գան երանելիների անքանակ զորքերը։ Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկավ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ ամաքուր և ատելի ոգիների»։ Աղաղակում է նախ, որ լսելի լինի աշխարհին, երկրորդ, որ ուժգին կերպով ազդի մեղավորների հոգու լսելիքին և արթնացնի մահաբեր քնից, քանի որ նայում են, բայց չեն տեսնում, լսում են, բայց չեն հասկանում, ինչպես որ Եսայու մարգարեությունները կատարվեցին քաղդեացիների Բաբելոնի վրա, այդպես էլ կատարվելու է Հռոմի վրա, որը նույնպես Բաբելոն է։ Եվ ինչպես ասորիների թագավորանիստ քաղաք Բաբելոն դարձել էր ամեն տեսակ պիղծ ոգիների ամուր բանտ, այդպիսին էր Հռոմը Հովհաննեսի ժամանակ, և այդպիսին կդառնա նեռի օրոք։ Սուրբ Գիրքը Բաբելոնի մասին ասում է, որ ավերումից հետո համբարունների, բանակատեղի և ջայլամների հանգրվան պիտի դառնա նա, և այնտեղ դևերն են կաքավելու։ Քանզի մեղավորներն ու ամբարիշտներն այլ բան չեն, քան ամաքուր հոգիներ, դևերի և դժոխայիների բնակատեղի։ Հռոմը նույնպես դարձել էր ամաքուր և ատելի հոգիների ամուր բանտ, և նույն օրինակով էլ կործանումից հետո պիտի լինի համբարունների և ոգիների բնակավայր։ Քանի որ նրա բարկության գինուց խմեցին բոլոր ազգերն ու երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ, և երկրի վաճառականները հարստացան նրա զեխության զորությունից։ Հռոմի կործանման պատճառը այն է, որ ողջ աշխարհի գայթակղության առիթ դարձավ։ Այդպիսով բոլոր թագավորներն ու թագավորանիստ քաղաքները, որոնք չափից ավելի պճնվելով, ուտելով, խմելով, ապարանքներում զեխանալով են զբաղված, առիթ են դառնում բազում մեղքերի։ Քանզի բոլոր կողմերից շահի ու առևտրի սիրով այստեղ են ձգտում վաճառականները։ Այս ամենը պատճառ է դառնում բազում մեղքերի, ստախոսության, գողության, սուտ երդվելու, խաբեության և այլն, որոնց սկզբնամայրն ու սկզբնապատճառը թագավորների պղծությունն ու փառասիրությունն է։ Դրա համար էլ նախ ինքն է պատժվում, և ապա իրեն սիրողները։ Այս իմաստով է ասում. նրա բարկության գինուց խմեցին բոլոր ազգերը։ Սա նույնպես գեղարվեստական չափազանցություն է, որ նշանակում է, թե շատերն են հաղորդակից լինելու Հռոմի մեղքերին, ինչպես նաև պատժին։ Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ելեք դրա միջից, ժողովուրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին։ Մեծ է Աստծո նախախնամությունը յուրայինների վրա»։ Եսայի մարգարեի բերանով ազդարարում էր հրեաներին դուրս ելնել Բաբելոնից։ Այդպես էլ Քրիստոսը ազդարարեց յուրայիններին, որովհետև վրեժխնդրության օրեր են դրանք։ Բայց քանի որ հռոմեացի քրիստոնյաները թեև տեսնելու են, որ Հռոմին տիրում են կռապաշտները, սակայն շատ մեծ սիրով կապված լինելով միջավայրին, չպիտի կամենան ելնել այնտեղից։ Այդ պատճառով էլ Աստված ազդու կերպով երկնքից ձայնելով պիտի շարժի նրանց սրտերը, որ դուրս ելնեն։ Այդպես շարժեց նաև Պողոս առաքյալին, գոչելով. «Սավուղ, Սավուղ, ինչու ես հավածում ինձ»։ Այս ձայնից Հռոմից գահը պիտի տեղափոխվի մեկ այլ տեղ։ Քանի որ դրա մեղքերը դիզվեցին, հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա ամբարիշտ արարքները։ Անկասկած այլաբանություն է, թե այս և թե այն, որ ասում է. «Եկեք կառուցենք աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք»։ Սրանով ցույց է տալիս հռոմեացիների մեղքերի բազմությունն ու սաստկությունը։ Այդպես էլ նինվեացիների մասին է խոսում. «Նրանց չարության մասին աղաղակը ահագնացել և հասել է ինձ»։ Աստված հիշեց, ասում է, դրա ամբարիշտ արարքները։ Տես Աստծո իմաստությունը ի սկզբանե եկեղեցին համաձող 10 բռնավորներին հիշում է այժմ նեռի ժամանակներում։ Եվ նա պիտի հատուցի դրան ինչպես որ մեզ հատուցեց, և դա կրկնակին պիտի ստանա իր գործերի փոխարեն, և դուք կրկնակի խառնեցեք նրա համար այն բաժակը, որի մեջ դա խառնեց ձեզ համար։ Հատուցումը պետք է ըմբռնել ոչ թե թվաբանորեն, այլ երկրաչափորեն, այսինքն ոչ թե հավասար, այլ համեմատական չափով, քանի որ դժոխքի պատիժը շատ ավելի է, քան կյանքի հաճույքը։ Ինչպես թվաբանորեն անհամեմատելի են այս կյանքում կրած չարչարանքները հանդերձյալ փառքի հետ,
Այդպես էլ անհամեմատելի են երկրավոր կյանքի վայելքները հանդերձյալ տանջանքների հետ։ Դրա համար էլ ասում է. դուք կրկնակի խառնեցեք նրա համար բաժակը։ Սուրբերին է հրամայում խառնել ու տանջել, հատուցել հեթանոսներին նրանց բաժինը և դատել, որովհետև այս է սուրբերի փառքը պատժել անօրեններին և կամակից լինել Աստծուն։ Սա չի հակասում Քրիստոսի խոսքին, թե ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Քանզի ամբարիշները իրենց չափով խմեցրին սուրբերին, այդ պատճառով էլ Աստված իր չափով պիտի խմեցնի բարկության բաժակը։ Իսկ խառնեցեք նրա համար խոսքը պետք է ըմբռնել 3 կերպ. նախ ինչպես որ լեղին խառնեցին քացախի հետ, այդպես էլ Աստված դժոխային պատժի քացախին պիտի խառնի անցյալ հեշտությունների հիշողության լեղին։ Երկրորդ, ինչպես Նաբուգոդոնոսորն էր նավթ ու ձեթ խառնում հնոցի հրին, այդպես էլ Աստված դժոխքի հրին խառնելու է ծծումբ, հուր և ծծումբ փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։ Երրորդ, ինչպես որ տարբեր էին կռապաշտ կայսերի մարտիրոսներին տված պատիժները, այդպես էլ Աստված դժոխքում նրանց զանազան տանջանքներ պիտի տա։ Ասում են, թե մաքուր ջուրը թշնամին է փղերին, բայց պղտորը խմում են հոժարությամբ։ Այդպես էլ աշխարհը, իբրև հուշկապարիկ գեղեցիկ դեմքով դեպ իրեն է ձգում, բայց մահաբեր պոչով փաթաթվելով տանում է դժոխք և ջրասույզ անում իր զոհին։ Առակում էլ աղվեսը չմտավ առուծի մոտ, ասելով մտնողների հետքերն եմ տեսնում միայն, իսկ դուրս ելնողներինը ոչ։ Որչափ փառավորեց ինքն իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սուգ հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր միշտ նստած եմ որպես թագուհի, երբեք այրի չեմ լինի և սուգ չեմ տեսնի։ Բաբելոնի մասին այսպես է խոսում նաև Եսայի մարգարեն։ Արդ սրանով ցույց է տալիս Հռոմի երկարատև իշխանությունը, որի համար էլ իր սրտում հպարտանալով ասում էր. կթագավորեմ Հավիտյան։ Ուստի ըստ նրա չար ցանկության Հավիտյան սուգ է հատուցվելու նրան, որովհետև Աստված պատիժը չափում է ըստ չարերի պիղծ ցանկության։ Հիշիր, որքան այժմ փառավորես մարմինդ և ապրես մոլի հաճույքներով, այդքան էլ պատիժների կսկից կկրես դժոխքում։ Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասները՝ մահը, սուգը, սովը, և դա պիտի այրվի կրակով, քանզի հզոր է մեր Տեր Աստվածը, որ դատապարտեց դրան։ Հռոմը, որ կարծում էր, թե անհաղթելի է, Աստծո թողտվությամբ 10 թագավորների կողմից պիտի պաշարվի, և նեռի հրամանով մեկ օրում, այսինքն շատ կարճ ժամանակում, այնպես պիտի քայքայվի, հրդեհվի ու պարտվի, ինչպես Երուսաղեմը Տիտոս և Վեսպասիանոս կայսրերի օրոք, ինչպես ժայռից պոկված քարի ուրվապատկերը, այդպես է լինելու աշխարհի փառքի վերջը։ Այսպես էլ աշխարհի բոլոր թագավորներն ու իշխանները, որոնք պարծենում են, թե իրենց նմանը չկա, բայց երբ նրանց հոգին դուրս գա մարմնից, կյանքը սուգ կդառնա, ցոփությունը սով, իսկ փառքը աղբ։ Այդպիսով մեկ օրում միաժամանակ կգա թե մահը, թե սովը, թե սուգը։ Հույս դնելով երջանիկ կյանքի վրա մի ասա. ինձ նման ոչ ոք չկա, որպեսզի հանկարծակի չփչի հակառակ քամին և ամբողջովին կործանի քեզ։ Ուրախ եղեք երկինք, սուրբ առաքյալներ և մարգարեներ, քանզի Աստված դրա հանդեպ մեր դատաստանը տեսավ։ Երկինք ասելով նկատի ունի երկնայիններին, որոնց թվում են նաև առաքյալներն ու մարգարեները։ Նկարագրում է նաև Երուսաղեմը, որի մասին Քրիստոս հառաչելով ասաց. Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում է իր մարգարեներին և քարկոծում էր քեզ մոտ ուղարկվածներին։ Ապա մի հզոր հրեշտակ առավ մի քար, նման մի մեծ երկնաքարի, ու գցեց ծովի մեջ, ասելով. այդպես արձակվելով պետք է ընկնի մեծ քաղաք Բաբելոնը, և այլևս գոյություն չպիտի ունենա։ Պատմիչների վկայությամբ բազում քաղաքներ են անցել ծովի տակ, երբ ուժեղ երկրաշարժերից գետինը պատռվել և նրանց տեղում ծով է գոյացել, կամ էլ շարժելով տեղից խորտակվել են ծովում։ Իսկ հրեշտակը ոչ միայն վեմ, այլ նաև մեկ ամբողջ քաղաք կարող է հեշտությամբ ծովը նետել։ Նույն կերպ հրեշտակը մի կողմ գլորեց Տիրոջ գերեզմանի մեծ վեմը։ Բաբելոնը, այսինքն Հռոմը կամ Երուսաղեմը, ընկալելով հոգևոր առումով, այսինքն ոչ թե շինություններով, այլ նրա մեջ գտնվող մեղավորներով, հրեշտակի ներգործությամբ նետվում է դժոխքի ծովը, ինչպես փարավոնը իր զորքի հետ խորտակվեց Կարմիր ծովում։
Քո թունավոր կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։ Նկատի ունենալով ազգերից շատերին գույները խտացնելով ասում է բոլոր ազգերը։ Հռոմի կախարդության թույնի բաժակը փառասիրության աղտի բաժակն էր, որ Հռոմը խմեցնում էր ազգերին և սիրահարեցնում իրեն, իսկ Երուսաղեմի թունավոր կախարդության դեղատվությունը լինելու է իրական, քանի որ նեռը կախարդությամբ կմոլորեցնի բոլոր ազգերին, որոնք կընթանան տեսնելու դերը Քրիստոսին։ Եվ քո մեջ գտնվեց ամբողջ արյունը մարգարեների, սուրբերի, նրանց ում անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Խոսքը վերաբերում է նախ Երուսաղեմին, որտեղ հեղվեց գրեթե բոլոր մարգարեների արյունը, երկրորդ խորհրդանշում է Հռոմը, որ իր կռապաշտ կայսրերի ձեռքով հեղեց գրեթե բոլոր մարտիրոսների արյունը, երրորդ աշխարհն է, որ մեծ Բաբելոնն է, որտեղ հեղվեց բոլոր սուրբերի արյունը, որովհետև Աստված ոչ միայն Հռոմի կամ Երուսաղեմի, այլ ամբողջ աշխարհի մեղավորներին է պատժելու, ընկղմելով նրանց դժոխքի ծովը։ Այսուհետև պետք է իմանալ, Պորնիկ քաղաքը Հովանեսի օրերին Հռոմն էր, որ իշխանություն ուներ բոլոր պետությունների վրա, իսկ նեռի օրոք լինելու է Երուսաղեմը։